ես ուզում եմ հատկապես ընդգծել հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ մեր ձեռք բերած պայմանավորվածությունը եւ համաձայնությունը եւ սա մի նոր փուլ է ոչ միայն հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին, երբ նախագահ Մակրոնի հետ առաջին անգամ այս թեման քննարկել ենք, ես նաև մեր մոտիվացիայի մասին եմ խոսել նախագահ Մակրոնի հետ, տեսեք մենք անդադ խոսում ենք տարբեր ոլորտներում եվրոպական ստանդարտներ որդեգրելու անհրաժեշտության մասին եւ նաեւ մենք դե յուրե փաստաթղթերով իհարկե մեծ բարդություն չկա այդ ստանդարտները ամրագրել, բայց նաև մեզ պետք են այդ ստանդարտները իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ, հմտություններ, գիտելիքներ ունեցող ընկերություններ եւ ահա տվյալ դեպքում ֆրանսիական շինարարական կազմակերպությունների ներգրավումը հյուսիս-հարավ ճանապարհում, որը համոզված ենք իր հերթին ներգրավելու է տեղացի կապալառուների նոր ստանդարտները ոչ միայն որդեգրելու, այլև Հայաստանի տնտեսական կյանքում ընդլայնելու եւ տարածելու լրջագույն հնարավորություն է ստեղծելու։ Եվ սա մի օրինակ է, որը ի ցույց է դնում, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչպիսի անձնական ներդրում ունի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում։ Ես ուզում եմ այս մի օրինակով ներկայացնել, որովհետև առաջին քայլը, որ տեղի է ունեցել այս փաստաթղթի ստորագրման ճանապարհին, իմ խնդրանքն է եղել նախագահ Մակրոնին, որ մենք այսպիսի նախագիծ եւ այսպիսի խնդիր ունենք եւ նախագահ Մակրոնի աջակցությամբ այս ամենը իրականություն է դարձել եւ ընդհանրապես շատ հետաքրքիր է տեսնել եւ վերհիշել այն ճանապարհը, թե ինչպես են առաջ քաշվող գաղափարները վերածվում կոնկրետ արդյունքի։ Սա մեր երկրում իրականացվող սուպեր նախագծերից մեկն է հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը եւ այս համաձայնագրի ստորագրմամբ, որը իմիջայլոց փաստաթղթի ստորագրմամբ ամենաբարդ հատվածներից մեկի մասին ենք մենք խոսում հյուսիս-հարավ ավտոճանապարհի, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ, առանձնահատուկ կարողություններ եւ ինչպես բազմաթիվ նման դեպքերում Ֆրանսիան եւ նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին եւ մենք այսօր կարող ենք ասել, որ հյուսիս-հարավ այդ հսկայական նախագիծը, սուպեր նախագիծը արդեն իսկ միսուարյուն է ստանում եւ մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհը ամբողջությամբ շահագործման հանձնելու